Սուրբ Կիրակի օրվա համար, որ Աստված մեզ հավաքել է, որպեսզի մեզ կերակրի իր կյանքի խոսքերով, որպեսզի մեր սրտերը լցվի Աստծո ուրախությունով, ու մենք սպասենք այն երջանիկ հույսին, որ շուտով պիտի հայտնվի երկնքից մեր Տեր Հիսուս Քրիստոսը, փառք նրան։ Ես ուզում եմ, սիրելի եղբայրներ, քույրեր, մի մտքի շուրջ կիսվենք Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխի 34 համարից մինչև 45 համարը, սա ես չեմ կարդա, ուղղակի միտքը գիտեք, դուք շատ եք կարդացել, որ ասմայնատեն թագավոր իր աշխոմ եղողներուն պիտի սե եկեք իմ հորս օրհնածներ, աշխարհի սկզբեն ձեզ համար պատրաստված թագավորությունը ժառանգեցեք, որտեղ սոված էի, անոթեցա եւ ինձի ուտելիք տվիք, ծարավեցա, խմցուցիք, օտարականների ներսարիք, մերկեի հագցուցիք, եւ հետո արթաները պիտի ասեն Տեր, երբ քեզ տեսանք անոթեցած կամ կերակրեցին կամ ծարաված եւ այլն, եւ Տերը պիտի ասի եւ թագավորը պատասխան տալով դիսի անոնց ճշմարիտ կսեմ ձեզի, որովհետեւ այս իմ եղբայրներուս ամենեն պստիկներեն մեկուն ըրիք, ինձի ըրիք։ Այս 40 խոսքը ուշադրության կենտրոնում պահենք եւ թագավորը պատասխան տալով դիսի անոնց ճշմարիտ կսեմ ձեզի, որովհետեւ այս իմ եղբայրներուս ամենեն պստիկներեն մեկուն ըրիք, ինձի ըրիք։ Եվ հետո շարունակության մեջ ասում որ ասում է իզախ կողմը եղողների մեր պիտի ասի Ներդի գացեք ինձ մի անիծյալներ հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի ու հրեշտակների համար, որովհետև անոթեցա ինձի ուտելիք չտվիք, ծարավեցա, չխմցուցիք, օտարականների ներս չառիք եւ այլն։ Եվ հետո պատասխան պիտի տան ուսեն Տեր, երբ քեզ տեսան քեզ անոթեցած, ծարաված կամ օտարական, այն ատեն պատասխան պիտի տա անոնց ուսե ճշմարիտ կսեմ ձեզի, որովհետև ասոնց ամենեն պստիկներեն մեկուն չրիք, ինձի ալ չրիք։ Ուրեմն, սիրելի եղբայրներ, քույրեր, այստեղ ես ուզում եմ մեր ուշադրությունը դարձնենք այդ ուտելիք տալու եւ ջուր խմացնելու վերաբերյալ, որ աջ կողմի եղողները տալիս են ուտելիք, բայց ձախ կողմի եղողները չեն տալիս։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ասենք մենք միշտ այս ուտելիքի մասին, որ լսել ենք, այս խոսքերը, որ կարդացել ենք, մեզ միշտ թվացել է, թե այդ ուտելիքը վերաբերվում է ֆիզիկական ուտելիքին։ Ասենք սոված մարդուն պետք է հաց տաս, ծարավ մարդուն պետք է ջուր տաս, եւ իհարկե սա նաեւ ֆիզիկական ուտելիքին է վերաբերվում։ Բայց այս վերջերս ճիշտ ասած իմ մտքով անցավ երկրորդ պահը, որ այս ուտելիքը ոչ միայն վերաբերվում է, ասենք մենակ ֆիզիկական ուտելիքին, սովածին, սովորական հաց տալ կամ ջուր տալ կամ մերկին հագցնել, այլ նաև հոգևոր ուտելիքին է վերաբերվում, որտեղ մարդիկ ոչ միայն ֆիզիկական ծարավ են կամ ֆիզիկական սովածություն են զգում, այլ մարդիկ զգում են հոգու սովածություն, մարդիկ զգում են հոգու ծարավ, եղբայրներ, քույրեր։ Եվ դրա համար այսօր մենք պետք է նաև մեր ուշադրությունը առաջի հերթին դարձնենք հոգու ծարավներին, հոգևոր այն մարդկանց, որոնք որ ասենք ուզում են ուտել կերակուր, նրանց կերակուր տալ, նրանց հոգևոր կերակուրով սնել, եղբայրներ, քույրեր։ Շատ հետաքրքիր է, եղբայրներ, քույրեր, որ Աստված այնպես է ստեղծել երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը, որ բոլոր կենդանական աշխարհը Աստծուց է կերակուր ուզում։ 104 Սաղմոսի մեջ 21 խոսքում կարդում ենք հետևյալ խոսքերը, որ երբ որ առուծի կորունը ասման մռնչում է, երբ որ առուծի կորունը մռնչում է, Աստծուց իր կերակուրն է ուզում։ Կարդամ այդտեղը։ Ուրեմն 104 Սաղմոս 21 խոսքը, 104 Սաղմոս 21 խոսք։ Առուծին կորունները կմռնչեն հափշտակության համար ու Աստուծմե իրենց կերակուրը կխնդրեն։ Շատ հետաքրքիր է, եղբայրներ, քույրեր, ոչ միայն առուծները,
Արուսի կորուներն են Աստծուց կերակուր խնդրում։ Այլ եթե կարդանք օրինակ 147 Սաղմոսի մեջ, 147 Սաղմոսի մեջ ագռավի ձագերն անգամ Աստծուց են այդ կերակուրը խնդրում։ 147 Սաղմոսի մեջ կարդամ այդ տեղը, տեսեք 8-րդ խոսքը 8-9 խոսքերը։ 7-ից կարդամ։ Երգեցեք Տիրոջ գոհությունով, մեր Աստծո Սաղմոսը քնարով, որ երկինքը ամպերով կծածկե, անձրև կպատրաստե երկրի համար, խոտ կբուսցնե լեռներուն վրա, որ անասուններուն իրենց կերակուրը կուտա ու ագռավի ձագերուն, որոնք կաղաղակեն։ Ագռավի ձագերը աղաղակում են եւ Աստծուց կերակուր են ուզում։ Արոցի կորունը մռնչում է եւ այդ մռնչոցով Աստծուց կերակուր է ուզում։ Եղբայրներ քուրեր, այսինքն այս Աստված այդ անասուններին դրել այնպես, որ անասունները Աստծուց են իրանց կերակուրը, ուտելիքը, խմելիքը Աստծուց են ուզում։ Շատ հետաքրքիր է, եղբայրներ քուրեր, ամեն օր իմ սիրտը ուրախանում է մի բանով, երբ որ առավոտը շուտ պատուհանից նայում եմ մեր տան պատուհանից, տեսնում եմ այս թռչունները կլոր այսպես կալցեվո են անում, միասին այսպես թռնում են, անընդհատ պտտվում են։ Նայում եմ այդ թռչուններին ուրախանում, ասում Տեր Աստված, որքան բարի ես դու, այս թռչունների մեջ էլ դրել ես իրար հասկանալ, իրար հետ պտտվել, իրար հետ ասենք զրուցել, ինչքան բարի ես դու Տեր Աստված, եւ այդ իրանց այդ թռներն անգամ ինձ ուրախացնում է, եղբայրներ քուրեր։ Հիմա սիրելի եղբայրներ քուրեր, եթե անասունները Աստծուց իրանց կերակուրն են խնդրում, բայց մի բան ասեմ ձեզ, բայց միայն մարդն է, որ Աստծուց չի խնդրում կերակուրը։ Իհարկե չեմ ասում բոլոր մարդկանց։ Հիմնականում մարդիկ իրանց կերակուրը Աստծուց չեն խնդրում։ Իրանք ուզում են կերակրվեն, իրանք ուզում են իրանց հոգիները կերակրվի անգամ, բայց այդ կերակուրը չեն ստանում, որովհետև հոգու կերակուրը միայն Աստված կարող է տալ։ Մարդը երրորդություն է, եղբայրներ քուրեր, ունի հոգի, շունչ եւ մարմին։ Եվ թե հոգին, եւ թե շունչ, եւ թե մարմինը կերակրվելու կարիք ունի։ Մարմնի կերակուրը պատկերացնում եք դուք, մենք բոլորս գիտենք ինչա, որն է շնչավոր կերակուրը եւ որն է հոգեվոր կերակուրը։ Շնչավոր կերակուրը գիտեք որն է, եղբայրներ քուրեր, երբ որ մարդը ասենք շատ ընկճված ալինում, շատ դատարկված անում, նեղացած անում, բայց դու երբ որ իրան գովում ես, իրան ասենք բարսացնում ես, իր սրտի հայմատ ես խոսում, իր այդ ժամանակ ինքը այդ կերակուրը ստանում է, շնչավոր կերակուր է ստանում։ Իսկ որն է հոգու կերակուրը, եղբայրներ քուրեր, հոգու կերակուրը միայն Աստված կարող է տալ, միայն Աստծո խոսքն է։ Մարդու հոգին ուրիշ ոչ մի բանով չի կարող կերակրվել, քան միայն Աստծո խոսքով։ Դրա համար սիրելի եղբայրներ քուրեր, այսօր երբ որ մենք տեսնում ենք, ասենք մարդիկ, այսօր թե եկեղեցու մեջ եւ թե եկեղեցուց դուրս, որքան մարդիկ կան, որ այսօր սոված են, քաղցած են, ծարավ են, նրանք կերակրվելու կարիք ունեն։ Ոչ միայն ֆիզիկականի մաս, ոչ թե միայն ֆիզիկականի համար եմ ես ասում, այլ առաջինը հոգևոր կերակուրի համար։ Որքան մարդիկ կան, եղբայրներ քուրեր, ընկճված են, կոտրված են, փշրված են, եւ բավական է նրանց մի խոսք ասես, երկնքի ճիչած մի խոսք ասես, եւ նրանց հոգիները միգուցե արթնանան, նրանց այդ հոգիները, որ ուշաթափ վիճակի մեջ է, այդ հոգիները արթնանան, եղբայրներ քուրեր։ Դրա համար թող Աստված օգնական լինի, որ Աստված մեզ ուժ տա, մեզ տա շնորհք, որ կարողանանք օգնել, կարողանանք տկարներին ուժոցնենք, հիվանդներին բժշկենք, կոտրածին փաթաթենք, մոլորվածին դարձնենք, կորսվածին փնտրենք ու գտնենք, եղբայրներ քուրեր։ Սա է մեր անելիքը, եղբայրներ քուրեր։ Դրա համար թող Աստված օգնի, եղբայրներ քուրեր։ Մեր Տեր Եսայի մարգարեի մեջ կարդում ենք 65-րդ գլխում, այսպես ասում. «Զիս չհարցնողներուն փնտրվեցա, զիս չխնդրողներուն գտնվեցա, իմ անունս չկանչող ազգին, ահա ես ասի։ Ամեն օր ինձ ձեռքերս երկնցուցի, ապստամբ ժողովրդի մը
որոնք այնպիսի ճամփու մեջ կքայլեն, որ աղետ չէ, ու իրենց խորհուրդներուն կհետևեն։ Այնպիսի ժողովրդի մե, որ միշտ երեսից դեմ կսրդոցնեն, բարտեզներու մեջ կզոհեն ու աղուսներու ռախում կծխեն։ Ամեն օր շատ հետարքիր է եղբայրներ քուրեր, Աստծո խոսք ասում է, Տեր ասում է, ամեն օր եմ իմ ձեռքերը երկարացնում։ Մի այնպիսի ժողովրդի, որ աղետ ճանապարհների մեջ չեն քայլում, որ նրանք իրանց խորհուրդներին են հետևում, որ բարտեզների մեջ են զոհում, աղուսների ուրախունք են ծխում, գերեզմանների մեջ են նստում, բայց ես ամեն օր իմ ձեռքերս երկարացնում եմ այսպիսի մի ժողովրդի համար։ Եվ եղբայրներ քուրեր, շատ հետաքրքիր է, որ նաև այս նույն 65-րդ գլխի մեջ կարդում ենք 13 համարից. Անոր համար Տեր Եհովա այսպես կսե. ահայն ծառաներս պիտի ուտեն, բայց դուք անոթի պիտի մնաք, ահայն ծառաներս պիտի խմեն, բայց դուք ծառա պիտի մնաք, ահայն ծառաներս պիտի ուրախանան, բայց դուք ամոթալից պիտի լաք, ահայն ծառաներս սրտի ուրախությամբ պիտի ցնցան, բայց դուք սրտի ցավե պիտի աղաղակեք, եւ հոգիի ճնշումը պիտի ոռնաք, հոգիի ճնշումը պիտի ոռնաք։ Ինչ ցավալի բան է, եղբայրներ քուրեր, ամենասարսափելի բանը գիտեք ի՞նչն է, մարդը երբ որ սովից մահանում է, երբ որ մարդը ֆիզիկական սովից մահանում է, շատ սարսափելի մահ է, բայց եթե մարդը հոգեկան սովից է, հոգևոր սովից է մահանում, սա ավելի սարսափելի է, ոռնում է, ասում է, հոգիի ճնշումը պիտի ոռնաք։ Եղբայրներ քուրեր, ոչինչ չի կարող կերակրել քո սիրտը, միայն ու միայն Աստծո խոսքը կարող է կերակրել, որպես օրինակ մենք կարող ենք վերցնել Սողոմոն իմաստունին, երկրորդ գլխի մեջ ժողովողի երկրորդ գլխի մեջ մենք կարդում ենք, որ ժողովող ասում է երկրորդ գլխի հնցածից ասում է եւ ինձ սրտի սսի եկուր հիմա ուրախության միջոցով քեզ փորձեմ, ուստի բարիքներ վայելե, ահա ասիկալ ունայնություն է եւ ծիծաղին համար ասի թե հիմար է ու ուրախությամբ թե ասորած ինչ է եւ ասում է սրտից մեջ խորեցա մարմինս գինով զվարթացնեմ իմաստությանն ու առաջնորդնով անմտությունը ճանչնամ որպեսզի տեսնեմ թե ինչ է մարդոց որդիներում բարին եւ այսպես շարունակ եթե կարդաք այս երկրորդ գլուխը տեսնեք ասում է ինչ է ասում է ինձ ավազաներ շինեցի 6-րդ խոսքում որպեսզի անոնց մեջ ծառ բոցնող անտառը ոռոգվի ծառաներ ու աղախիններ ստացա իմ անձս եւ ընտանիք մեծ ծնած ծառաներ ունեցա եւ շատ արչարներ եւ հոտեր ունեցա ինձ մի առաջ Երուսաղեմը չողներուն ավելի նաեւ ինձ արծաթ ոսկի եւ թակավորներու գավառներու գանձեր դիզեցի ինձ այր եւ երկեցողներ ստացա ու մարդոց որդիներուն զվարճությունը եւ ամեն տեսակ չկեղությունը այսքան ես շարունակությունը դուք կարդաք եղբայրներ քույր բայց այս ամենից հետո ամեն բան ունայն էր եւ քամի աշխատանք Սողոմոնը չէր կշտանում եղբայրներ քույր 1000 հատ կին ունեն 700 հատ կին եւ 300 հարճ բայց դարձյալ չէր կշտանում եւ այդ բոլորից հետո եղբայրներ քույր ասում են ամեն բան ունայնություն է որ այո Սողոմոնը աշխարհի ամենահարուստ մարդն է եղել 86 միլիարդ ես ինչքան հիշում եմ նրա ասեք բանն է գունեսվածն է եղել այն ժամանակվա բայց հիմա եղբայրներ քույր փորձել է ուրախության միջոցով փորձել է ասել ծառաներ աղախիններ ստանալու միջոցով արշարներ հոտեր ունենալու արծաթ ու ոսկի միջոցով բայց այդ ամենը փորձելով ամեն բան ունայն էր եւ քամի աշխատանք որովհետեւ եղբայրներ քույր Սողոմոնը շեղվել էր Աստծո ճանապարհներից եւ նա հոգու կերակուր չէր ստանում եղբայրներ քույր եթե դու այսօր հոգու կերակուր չստանաս իսրայելի եղբայր եւ իսրայելի քույրիկ դու կմնաս այդ վիճակի մեջ եւ հոգիի ճնշում է ինչպես Աստծո խոսքն ասում պետք է ոռնաս Աստված օգնական լինի մեզ եղբայրներ քույր որքան մարդիկ կան սոված են այսօր հոգու սով են զգում եղբայրներ քույր մենք պարտավոր ենք եղբայրներ քույր այդպիսի մարդկանց ճանաչել եւ նրանց Աստծո խոսքով կարողանալ օգնել եղբայրներ քույր այդ խոսքը այդ սովը կերակրվում Աստծո խոսքով միայն Աստծո խոսքը կարող է մարդուն կերակրել իհարկե այդ խոսքը կոտրվածի համար կարող է պատահի դժվարություն առաջացնի կարող է նեղություն առաջացնի որովհետեւ իր սրտի հայմատ չի բայց նույնն է Աստծո խոսքը եղբայրներ քույր իր գործը կատարում է եւ մենք գիտենք որ եղբայրներ քույր Աստծո խոսքը ընդունողը բժշկություն է գտնում եւ դրա համար եղբայրներ քույր բժշկություն է գտնում եւ գտնում է հանգստություն Հիսուսը Սամարացի կնոջը երբ որ հանդիպեց
Սամարացի կնոջը հանդիպեց, աշակերտները գնացել էին գյուղ կերակուր բերելու, ու երբ որ եկան աշակերտները տեսան, որ Հիսուսը մի այդ կնոջ հետ խոսում է, եւ իրան ասեցին Հովանու 4:34-ում, ասեցին Ռաբի հասկեր, Հիսուս ասեց, իմ կերակուրս այն է, որ ես ինձ խրկողին կամ քնեմ, եւ անոր գործը կատարեմ, փառք Տիրոջի եղբայրներ քուրեր, Հիսուսը սնվում էր Աստծո գործը կատարելով, նա է դրա կերակուրը, դու սնվում ես արդյոք Աստծո խոսքը կատարելով միջոցով, քո հոգին սնունդ ստանում է դրանից թե ոչ, եւ թե քո հոգին սնունդ չի ստանում, ուրեմն խնդրի Տիրոջը, ինչպես ագրավներն են խնդրում, ինչպես առուցի կորուններն են մռնչում եւ Աստծո կերակուրն են խնդրում, դու մարդ արարած, դու Աստծո պատկերով ստեղծված մարդ, խնդրիր Աստծուն, որ Աստված քո հոգու կերակուրը տա։ Եղբայրներ քուրեր, շատ հետաքրքիր է, որ այստեղ մենք տեսնում ենք, որ Հիսուսի այս Մատթեոսի 25-ի մեջ որ կարդացինք, այդ ժամանակ ասում սոված էի, հաստվեցիք, ծարավ էի, ջուր տվեցիք, երբ ասում երբ քեզ տեսանք սոված կամ ծարավ կամ ջուր տվեցինք կամ հաստվեցինք, ինչ է պատասխանում թագավորը, եւ ասում 40 համարում ասում թագավորը պատասխան տալով պիտի ասե անոն ճշմարիտ կսեմ ձեզի, որովհետեւ այս իմ եղբայրներուս ամենեն պստիկներեն մեկուների կինցի երիկ։ Եղբայրներ քուրե շեշտում այստեղ, թե որ դեպքում է, որ մեր արածը Աստծուն է վերագրվում։ Այն դեպքում, երբ որ մենք անում ենք ամենապստիկին, այսինքն այնպիսի մեկին, որը շատ պստիկ է, որը նա իրանից ասենք որևէ կոպիտ ասած եկեղեցու մեջ միգուցե տեղ չունի, կամ եկեղեցու մեջ միգուցե դիրք չունի, կամ ասենք թե թեկուս ասենք ֆիզիկապես պստիկ է, եւ դու նրան ես անում, այդպեսին ես անում, դրա մեջ դու շահ չունես, դրա համար որքանի որ դու շահ չունես, դա անում ես Հիսուսի համար, ուրեմն եթե դու պստիկին ես անում, դա նշանակում է, որ դու Տիրոջն ես անում, բայց եթե դու չես անում, եղբայրներ քուրեր, մարդիկ մեղքը հասկանում են միայն մի բանի մեջ, որ ես վատ բան արեցի կամ վատ բան արեցի կամ վատ բան արեցի, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքի մեջ ասում է հետեւյալը, որ երբ որ մեկդի գնացեք ինձանից ով անիծաններ հավիտենական կրակների մեջ, որ պատված է սատանայի եւ նրա շտակների համար, որտեղ սոված էի հաց չտվեցիք, ծարավ էի ջուր չտվեցիք, մերկ էի չացուցիք, այսինքն չարեցիք, այսինքն ես այդ վիճակն ունեի, բայց դուք չարեցիք, մարդիկ կարող է մտածեն, դե ոչինչ չեն կարել, բայց ոչ, դու մի մտածի, որ մեղքը միայն վատ բաներ անելն է, մեղքը նաև լավ բաներ իմանալը եւ չանելն է նաև մեղքը։ Դրա համար թող Աստված օգնի եղբայրներ քուրեր, որ մենք կարողանանք այսօր ինքներս սնվենք, ինքներս Տիրոջից մեր կերակուրը խնդրենք եւ կարողանանք նաև այդ կերակուրով կերակրել բոլոր նրանք, ովքեր այսօր սոված են եւ կարիք ունեն կերակրվելու։ Թող Աստված օգնի եղբայրներ քուրեր, թող Տիրոջ անունը փառավորվի եւ երբ որ մենք նայում ենք եղբայրներ քուրեր, Մատթեոս ավետարանի մեջ 15-րդ գլխի մեջ կարդում ենք 26-27 համարներում, երբ որ քանանացի կինը խնդրում էր Հիսուսին իր աղջկա բժշկության համար, ես այդտեղը կարդամ Մատթեոսի ավետարանի 15-րդ գլուխ 26-27 մի քիչ վերև կարդամ, որ հասկանալի լինի։ Երբ որ Հիսուսը եկավ Սիդոնի կողմերը 21 համարից են կարդում, եւ մի քանանացի կին սամանին ելած քաղաքեր անորը կսեր ողորմի ինձ Տեր որդի Դավիթի աղջիկս դևեն սասնիկ կտանջվի եւ ինքը բնավս պատասխան մշտով անոր իր աշակերտները մոտենալով կաղաչեին իրեն ու կսեին արցակի ատիկա վանսի մեր ետևեն քաղաքը եւ ինքը պատասխան տավոսավ ես ուրիշի մը չղրկվեցա բայց միայն Իսրայելի տանը կորսված ոչխարներուն եւ անիկա եկավ երկրպագություն կներ անոր ու կսեր Տեր օգնե ինձի Անալ պատասխան տվավուսավ, աղեք չէ տղոցած հարնել և շուներուն ձգել, և անիկա ասավ, այո տեր, վասի շուներն ալ իրենց տիրոջ շտեղանին ընկած փշրանքներեն կկերակրվին, անատեն Հիսուս պատասխան տվավ անորուսավ, ով կին քու հավատքդ մեծ է, քու ոնզատիտ պես լա քեզի, և նույն ժամեն անոր աղջիկը բժշկվեցավ, այո ես կինում, մենք տեսնում ենք այս կնոջ հավատքը, որ նա ուզում էր կերակրվել, ասում է շուներն էլ իրենց տան, իրենց
շուներն սեղանից ընկած փշրանքներով կկերակրվեն։ Այս կինը շատ էր ուզում կերակրվել, եւ Հիսուս ասավ քո հավատքի պես թող լինի։ Եվ եղբայրներ քուրեր, այս կինն ասեց փշրանքներն էլ ինձ հերիքա, բայց Աստված այսօր մեզի համար փշրանքներ չի որ պատրաստել է։ Եղբայրներ քուրեր, Աստված այսօր ճոխ կերակուրա պատրաստել մեզ, առատ կերակուր, առատ սեղանա պատրաստել եւ մորթելա պարարց վարակը եւ հրավիրում ակես ընտրիքի, հրավիրում ակես այնպեսի ընտրիքի, որ դու երբեք չի ոչինչ չես տեսել եւ քո աչքերը անգամ չեն տեսել եւ մտքով անգամ չես կարող հասկացնել Աստված քեզ հրավիրում է հավիտենական ընտրիքի, ոչ թե փշրանքների հրավիրում, այլ հրավիրում է Տիրոջ սեղանից ուտելու, թող Աստված օրհնի եղբայրներ քուրեր, որպեսզի մենք այսօր իրապես կարողանանք մեր Տիրոջ անունը փառավորել, սովածին հաստալ, ծարավին ջուր տալ, մերկին հագցնել, սա է իսկական քրիստոնեությունը եղբայրներ քուրեր։ Եթե սա մեր մեջ չկա, նշանակում է մենք սուտ քրիստոնյաներ ենք, եղբայրներ քուրեր, եւ ոչինչ չի պիտանի չենք։ Դրա համար թող Աստված օգնական լինի, այդ ուժը տա մեզի, որպեսզի հավատանք, որ կյանքը դրա մեջ է, ուրախությունը դրա մեջ է, եղբայրներ քուրեր, թող Տիրոջ անունը փառավորվի։ Եկեք ասենք փառք ես Տեր, փառք ես փառտանք մեր Տիրոջը, որ մենք կարողանանք ամենայն պստիկներեն մեկուն անելով մեր Տիրոջ անենք։ Մեր Տերը շատ ու սքանչելի Աստված է, նա տեսնում է թե մենք ինչ ենք անում, ինչպես եղբայրը ասեց, որ ոչ թե ձերքը Աստծո ստեղծագործությունը սպասում է Աստծո որդիներու հայտնվելուն, ծառերն անգամ պիտի ուրախանան, գրված է ծառերը պիտի ծափ ծառնեն, երբ որ Աստծո որդիները հայտնվեն, մենք հիմա Աստծո որդիներ ենք, սակայն հայտնի չէ թե ինչ պիտի լանք, բայց որ գիտենք, երբ որ նա հայտնվի, մենք դրա նման պիտի լանք, ծառերը պիտի ուրախանան, ձերքը պիտի ուրախանա, դու հիմա սովորական մարդու նման ես, քեզ ասում են, չէ որ սա Հովսեփի որդին է, որտեղից նա ասում է ես երկնքից իջա, այո, մենք բոլորը սովորական մարդիկ ենք, բայց երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվի, այս մարմնից ազատվենք եւ ուրիշ մարմին հագնելով կտեսներ, որ մենք ուրիշ մարդիկ ենք, որ այո հիմա այս մարմնի մեջ ենք, բայց մենք ունենք մի ուրիշ մարմին, ուրիշ մարմին ունենք, որ պատրաստված է մեզ համար հարության ժամանակ հարություն առնելու, այո, բոլոր աշխարհը կուրախանա, եղբայրներ քուրեր, ծառերը կուրախանան, անգամ կենթանական աշխարհը կուրախանա, երբ որ կգա մեր Տեր Հիսուս Քրիստոսը, գերեզմաները կբացվի, մեռելները հարություն կառնեն, եւ մենք էլ հանկարծ կփոխվենք եւ կմտնենք հավիտենական ուրախության մեջ, եւ Տերը կասի, եկեք իմ հորորդնածներ, աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը շարանգեցեք, նա ժառանգություն ապայել քո համար, դու ժառանգություն ես ստանալու եղբայր կամ քույրիդ, այս ժառանգությունը եղբայր կամ քույրիդ դու ստանում ես քո հավատքով, հավատա եւ ժառանգությունը, հավիտենական ժառանգությունը դու պիտի ստանաս մեր քո Տիրոջից, որ ստեղծել է քեզ, Տիրոջ անունը փառավորվի, եկեք կանգնենք աղոթքի, շնորհակալություն հայտնենք Տիրոջը այս հնարավորության համար, որ Տերը մեզ տվել է եւ նա մեզ կերակրում է, եւ որ մենք եղբայրներ քույրեր խնդրենք Տիրոջից